Ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիոն Թունիչը FM 106 եւ 5 հաճախականության վրա է, եթե դուք մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ որևէ այլ թվային հարթակում, սա պաշտոնից դուրս հաղորդաշարն է, հիշեցնեմ, սա երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումն է, սա գործարար ալիքի եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախագիծն է, Սյուզաննա Սարգսյանն է մեր տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր ուշադիր ռադիոլսողները գիտեն, որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հայրենադարձությանը, հայրենադարձ գործարարներին եւ ընդհանուր առմամբ այդ թեմայի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, նույնիսկ հաղորդում ունենք վերադարձող կապիտալ, եթե մեզ դիտում եք YouTube-ում, կարող եք նաեւ գտնել այդ հաղորդումը եւ նաեւ շատ հետաքրքիր հաղորդում է։ Այսօր խոսելու ենք պետություն հայրենադարձներ հարաբերությունների, պետեկամուտների տեսանկյունից։ Այդ տեսանկյունից, թե ինչ առավելություններ ունեն հայրենադարձ գործարարները, ես ճիշտն ասած չեմ հանդիպել, բայց գործընկերներն ասացին, որ համացանցում հոլովակ կա, որտեղ որ ինչ-որ ընկերություններ ծառայություններ են առաջարկում հայրենադարձներին, որպեսզի նրանք օգտվեն այդ արտոնություններից։ Արտոնությունները իրականում կան։ Արտոնությունները կան, արտոնությունները նախատեսված են այն քաղաքացիների համար, ովքեր վերադառնում են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության։ Ճիշտ կլինի նշենք երևի ովքեր են համարվում մշտական բնակության վերադարձող քաղաքացիներ, ֆիզիկական անձիկ, ովքեր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության եւ օրենսդրության համապատասխան ճանաչվել են մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության տեղափոխված անձ կամ ստացել են փախստականի հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, ապա համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում եւ օրենսդրությամբ սահմանված մնացած պայմանների բարելավման դեպքում կարող են իրենց կողմից ներմուծված անձնական օգտագործման ապրանքների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային եւ մոտոտրանսպորտային միջոցների կցորդների համար դիմել եւ օգտվել արտոնությունից։ Մաքսային վճարների արտոնությունից։ Դες դեպքեր հաճախ են լինում։ Ընդհանուր առմամբ պրակտիկայի մեջ Այո, բավական շատ քաղաքացիներ ունենք, ովքեր վերադառնում են մշտական բնակության եւ դիմում են նման արտոնության շրջանակներում իրենց ապրանքները, տրանսպորտային միջոցները հայտարարելու նպատակով։ Երբ որ ես մաքսազերծում բառը լսում եմ, առաջի հերթին ես չգիտեմ ինչի ավտոմեքենա եմ պատկերացնում, երևի որովհետեւ ֆիզիկական անձինք հիմնականում այդ են մաքսազերծում, որովհետեւ մինչև այդ ամեն ինչը մաքսազերծումից դուրս է մեծ հաշվով։ Ամենամեծ ապրանքը, որ ֆիզանձը բերում է, երևի թե դա ավտոմեքենան է։ Ավտոմեքենաներին էլ է վերաբերվում, ճիշտ հասկացա՞, չէ՞։ Այո, տրանսպորտային միջոցներին ուղղակի կարևոր է նշել, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներին առանձին որոշմամբ սահմանված է, որոնք կարող են դասվել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շարքին, Եվրասիական ծիսական հանձնաժողովի 2017 թվականի 74 որոշմամբ սահմանված են այն բոլոր կատեգորիաները, որոնք կարող են համարվել անձնական օգտագործման։ Այստեղ ճիշտ կլինի նշել նաև, որ տրանսպորտային միջոցների դեպքում յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակության համար կարող են դիմել Այսինքն, արտոնության։ եթե ես երկու ավտոմեքենա ունեմ, միայն մեկը կարող է Միայն մաքսազերծել մեկի համար արտոնության շրջանակներում, այո, ներկայացված արտոնության շրջանակներով միայն մեկ միավոր, այսինքն յուրաքանչյուր տեսակից, այսինքն մեկ ավտոտրանսպորտային միջոց, սմարթատար, մեկ մոտոտրանսպորտային միջոց եւ նմանատիպ նաեւ կցորդների պարագայում։ Իսկ ապրանքների դեպքում դուք նշեցիք, որ տրանսպորտային միջոցների համար է պատկերացնում մաքսազերծում ասվածը, բայց ասեմ քաղաքացիներ կան, ովքեր վերադառնում են եւ դիմում են անձնական օգտագործման ապրանքների մասով արտոնություն դիտարկելու համար։ Անձնական օգտագործման ապրանքների մասով նշենք, որ ապրանքները պարտադին է, որ դինեն անձնական օգտագործման եւ օգտագործված ապրանքներ, արտոնությունը միայն օգտագործված ապրանքների շրջանակում է դիտարկվում եւ անձնական օգտագործման ապրանքներ ասելով նշեմ նաև, որ նորից ունենք որոշում Եվրասիական ծիսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականին ընդունված 107 որոշման 6-րդ հավելվածով առանձին սահմանված են բոլոր ապրանքների կատեգորիաները, որոնք չեն դասվում անձնական օգտագործման ապրանքների շարքին։ Իսկ ինչն է այդ։ Օրինակ բժշկական սարքավորումներ։ Հա։ Օրինակ շատ օրինակներ կարող են լինել, չեմ ուզի այդտեղ մանրացնել, այնտեղ նշված է։ Բայց Սյուզաննա ջան, այսինքն մեծ հաշվով այն ինչը որ իրականում մարդու ամենօրվա օգտագործելիքն է, այո, ուղղակի երբեմն կարող է մտնում է դրա մեջ։ Այո։ Այսինքն տան ապրանք, չգիտեմ, այսինքն եթե մարդը տեղափոխվում է, ենթադրվում է, որ ինքը ինչ որ
ինչ որ ապրանք ունի, ինչ որ տան ունի, կենցաղային տեխնիկա, չոր տենց բաները, որ բերում է, դրանք ներառված են։ Այո, որոնք չեն դասվի ձեռնարկատիրական նպատակների համար օգտագործվող ապրանքների շարքին, այսինքն իրենց անձնական օգտագործման տնային պայմաններում կիրառվող ապրանքները կլինեն կարող են բերել եւ նույնիսկ եմ նշում 107 որոշման 6-րդ հավելվածը կարեւոր է, որ այդ շարքում դասված չլինեն ապրանքները։ Այդ կատեգորիաները այդտեղ ծանոթանալ։ Ինքը բաց տեղեկատվություն է, մարդիկ կարող են։ Բաց տեղեկատվություն է, հողումները կարծում եմ վերջում ձեր թողարկումը։ Այո, մենք էլ կտեղադրենք, սիրելի ռադիոլսողներ, մեզ Սփյուռքից էլ են լսում, համացանցով նայում են։ Միգուցե մենք ուրախ կլինենք, որ ինչ-որ մարդիկ որոշեն վերադառնալ հայրենիք, թող իրանք էլ ծանոթանան այդ տեղեկատվությանը։ Կան երկրներ, որոնք չեն մտնում այդ շարքը, թե Հայաստանի համար սկզբունքային չի, թե գոհայրենակիցը որ երկրից է։ Արտոնությունը տրամադրվում է օտարերկրապետությունից վերադարձող բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վերադառնում են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակությանը, այսինքն այս պարագայում երկիրը բացարձակ կապ չունի։ Մեր մոտ փաստաթղթերի մասին խոսեցինք, որ պիտի փաստաթղթեր էլ ներկայացվեն, չէ՞։ Վերելուց, որ ինքը 6 ամսից ավել է, ինչ փաստաթղթերի ընդհանուր կարգը ներկայացնել քաղաքացին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, ինչպես պետք է դիմել արտոնությունից օգտվելու համար։ Արտոնությունից օգտվելու համար դիմում է գրում մաքսային մարմին, ներկայացնելով տեղեկատվություն, ներմուծվող ապրանքների, քանակի, քաշի մասին գցելով փաստաթղթեր եւ տեղեկատվություն այդ ապրանքների վերաբերյալ։ Փաստաթղթերը կուզեմ հերթականությամբ թվարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական կացության քարտ կամ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում դրանց հավասարացված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, բացառությամբ փախստականի հարկադիր տեղավորված կարգավիճակ ունեցող անձանց։ Հաջորդ կետով պետք է ներկայացնի օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության վերադառնալու մասին տեղեկանք։ Տեղեկանքը, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։ Տեղեկանքը տրամադրվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն վերոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մշտական կացության քարտ եւ այլն, եւ փաստաթուղթը ներկայացնելով դիմում են գրում ներքին գործերի նախարարություն եւ դիմում ներկայացնելու նախորդող 2550 օր ժամանակահատվածից առնվազն 1280 օր ժամանակահատվածը բնակվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հարկ է նշել նաև, որ եթե քաղաքացին դիմում գրի եւ ներկայացնի մնացած բոլոր փաստաթղթերը, բայց բացակայ միայն նշված փաստաթուղթը, այսինքն մշտական բնակության վերադառնալու մասին տեղեկանքը, Պետեկամուտների կոմիտեն ինքը հարցում կանի ներքին գործերի նախարարություն տեղեկանքը ստանալու նպատակով։ Մենք դիտարկում ենք, որովհետեւ տենց ենք ուզում, որ մարդիկ վերադառնան ընտանիքներով։ Այո։ Բայց ներողություն եմ խնդրում, ուղղակի էլի կան կարևոր փաստաթղթեր, միջև վերջ միգուցե ավարտենք, հետո անդրադառնանք հաջորդ փաստաթղթերի ցուցակը եկեք անցնենք։ Այո, հաջորդ կարևոր փաստաթղթերից մեկը օտարերկրապետությունում ֆիզիկական անձի բնակությունը հավաստող փաստաթուղթն է։ Այնտեղի կլինի անձնագիր կամ կացության քարտ կամ այնտեղ իսկ ինչի, եթե ինքը Հայաստանում չի, ինչ տարբերություն։ Ինքը այնտեղ կացության քարտ ունի, թե չունի։ Բարի, արտոնությունը տրամադրվում է այն քաղաքացիներին, ովքեր վերադառնում են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության եւ իրենց հետ բերում են իրենց անձնական օգտագործման գույքը եւ բերում են այն երկրից, որտեղից որ վերադառնում են։ Հետևաբար պետք է հիմնավորել, որ բնակվել է օրինակ համար X երկրում եւ այնտեղից է վերադառնում եւ այնտեղի բնակությունը հավաստող փաստաթուղթ պետք է ներկայացնի։ Այդ պարտադիր է։ Պարտադիր փաստաթղթերից մեկն է։ Եթե ինքը 3 տեղը այդ 3.5 տարին, որ քննարկում ենք, չէ, 7-ից 3.5 տարին պիտի Հայաստանում ապրած լինի, 3.5-ը դուրսը։ Այո։ Եթե այդ 3.5-ը մի քանի երկրով։ Չէ, եկեք այսպես ասենք, էլի, ոչ թե 3.5-ը պետք է դրսում ապրած լինի, 3.5-ը Հայաստանում, այլ գոնե 3.5-ը պետք է բնակված լինի Հայաստանի Հանրապետությունից դուրս, որպեսզի տեղեկանքը իրեն տրամադրեն։ Այսինքն, եթե այդ 3.5 տարի մի քանի երկրում ա եղել, հիմա վերջնական ինքը որտեղից որ վերադառնում է մշտական բնակության, այդտեղի հիմնավորում պետք է ներկայացնի, որ բնակվել է այդ երկրում եւ այդտեղից է վերադառնում, որտեղից է բերում իր անձնական օգտագործման գույքը կամ տրանսպորտային միջոցը։ Մենք կփորձենք նաեւ հղումներով մաքսիմալ
ծանրաբեռնել այս հաղորդումը, ոնց որ եթե մեզ դիտում եք, փնտրեք այդ հղումները, որպեսզի ավելի մանրամասն փաստաթղթերին ծանոթանաք, չի ուզենա դրա վրա շատ կենտրոնանայինք։ Մարդիկ սովորաբար ընտանիքներով են գալիս։ Ես այստեղ տեսելի պետք է ընդհատեմ, որովհետև փաստաթղթերի ցանկը այսքանով չսահմանափակվեց։ Էլիկա, հա։ Անհրաժեշտ է ներկայացնել հաջորդի ֆիզիկական անձանց կողմից հայտարարման ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք որպես այդպեսին կարող են լինեն ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթերը, որպես օրինակ ուղղակի կարող եմ նշել նավային բեռնագիր, ցամաքային բեռնագիր, տարանցման հայտարարագիր, հաշիվ ապրանքագիր եւ այլն։ Քաղաքացիները, ովքեր բերում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, անհրաժեշտ է որ ներկայացնեն օտարերկրյա պետության լիազոր մարմնի կողմից տրամադրած փաստաթուղթ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային եւ մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային եւ մոտոտրանսպորտային միջոցների կցորդների սեփականությունը հավաստող փաստաթուղթ։ Փաստաթուղթը պարտադիր պայման է ներկայացնելու։ Նշեմ նաեւ, որ անհրաժեշտության դեպքում եւ մաքսային մարմնի պահանջով քաղաքացիները պետք է ներկայացնեն որոշ փաստաթղթեր սահմանված կարգով թարգմանված եւ հաստատված։ Իրենց ենթադրում է նոտարական վավերացումով հաստատված փաստաթղթեր, խոսքը գնում է մասնավորապես մեքենայի սեփականությունը հավաստող փաստաթղթերի մասին եւ օտարերկրյա պետությունում քաղաքացու բնակությունը հավաստող փաստաթղթին, եթե այդ փաստաթուղթը անձնագրից տարբերվող փաստաթուղթ կլինի։ Փաստաթղթերի մասով թերևս այսքանը արդեն կարող ենք անդրադառնալ մնացած հարցերին։ Ես վերադառնամ ընտանիքով հայրենադարձվողներին։ Եթե ընտանիքի անդամներից միայն մեկն է համապատասխանում ձեր ասած պարամետրներին։ Այո։ Արդյոք ինքը կարող է այդ ամբողջ գույքը բերել եւ արդյոք մյուս անդամները կարող են օգտվել։ Այսինքն Էլի վերադառնանք մեքենայի օրինակին, ընտանիքում կա 2 մեքենա։ Այո։ Մարդիկ ընտանիքով վերադառնում են, պարամետրերին համապատասխանում է ընտանիքի անդամներից մեկը։ Արդյոք 2 մեքենան էլ ձեր նկարագրած արտոնություններից կարող են օգտվել։ Թերևս ես այսպես կասեմ, քանի որ արտոնություն տրամադրվում է ֆիզ անձին եւ ոչ ընտանիքին, այսինքն օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում 16 տարին լրացած ընտանիքի բոլոր անդամները կարող են յուրաքանչյուրը իրենց կողմից ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մասով դիմել եւ ուսումնասիրի արտոնության տրամադրման հարցը։ Այսինքն յուրաքանչյուր անձ իր անձնական օգտագործման ապրանքների եւ իր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասով է դիմում։ Անձը չի կարող դիմել 2 տրանսպորտային միջոցի համար Երկու նույնական, չէ՞, նկատի ունենք։ Եթե մի հատ մոտոցիկլետ լինի, մի հատ ավտոմեքենա կարող է։ Ավտոմեքենաների մասով մենք պարզեցինք, որ մի տրանսպորտային միջոցի մասին է խոսքը։ Արդյոք մնացած ապրանքների մասով կա ինչ-որ սահմանափակում։ Ապրանքների մասով ունենք կառավարության որոշում 2020 թվականին ընդունված 1133N որոշումը, որտեղ սահմանված են հստակ չափականակներ, ինչ ապրանքներ ինչ քանակությամբ կարող են ներմուծել։ Եվ այստեղ եւս մեկ անգամ նշենք, որ ապրանքները անձնական օգտագործման օգտագործված ապրանքներ պետք է լինեն։ Եվ միևնույն ժամանակ նշենք, որ արտոնությունից քաղաքացին իրավունք ունի օգտվելու, եթե նախկինում նման արտոնության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տարածք ապրանքներ չի ներմուծել։ Բայց ընդհանուր առմամբ adekvat է, չէ՞, իրավիճակը, այսինքն մարդը եթե իրականում ուզում է հայրենադարձվի եւ ուզում է որպես հայրենադարձ օգտվի այդ արտոնություններից, ինքը ի վիճակի է անհրաժեշտ ամեն ինչը տեղափոխելու։ Հավատացեք, քանակները այնպիսի քանակներ են նշված, որոնք խնդիր չեն առաջացնի այն քաղաքացիներին, ովքեր իրենց անձնական օգտագործման գույքն են բերում։ Հա, էլի, որոնք որ չեն ուզում ինչ-որ բան գտնեն, էլի, նորմալ ուզում են։ Ես այսպես նշեմ, օրինակ կահույքը յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ իրավունք ունեն բերելու։ Հագուստի հետ կապված անսահմանափակ է, քանակներ չկան նշված։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք ֆիքսենք, որ իրականում հայրենադարձություն, ցանկություն ունեցող մարդը ի վիճակի է նորմալ իր ապրանքը տեղափոխել եւ օգտվել արտոնությունից։ Այո, եւ նախադեպերը քիչ չեն, քաղաքացիները վերադառնում են ներկայացնելով բոլոր սահմանված փաստաթղթերը, օգտվում են արտոնություններից։ Մենք հաճախ փողոցում մեքենաներ ենք տեսնում այդ օտարերկրյա համարանիշներով, չգիտեմ, վրացական համարներով, ռուսական համարներով եւ այլն։ Ինչա տեղի ունենում, երբ մարդը իր մեքենայով գալիս է, մաքսազերծումը տեղի է ունենում, հետո ինքը դիմում է կանգնացնում է հաշվառման, չէ՞, այսինքն այդ մեքենաները այդ
մեր քննարկած մեքենաները չեն։ Չէ, այն տրանսպորտային միջոցները, որոնց համար կտրվի արտոնության հնարավորություն, անցնելով բոլոր մաքսային ընթացակարգերը, ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության պետհամանիչներ։ Միանգամից, այսինքն հենց ավարտվում է, երբ որ ավարտվեց արտոնության հնարավորություն տրվեց քաղաքացուն, քաղաքացին այսպես կոչված մաքսազերծման process-ը միևնույնն է անցնելու է, ուղղակի այսպես արտոնյալ պայմաններով այն արտոնյալ պայմաններով, այո, եւ վերջում արդեն հաշվառվելու է Հայաստանի Հանրապետության պետհամանիչներով։ Այդ թղթերի մասին որ խոսեցինք այդքան, որ դուք տենց մանրամասն ներկայացրեցիք անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը որ պիտի տրվի։ Դեռ ժամանակն էլ է կարևոր, էլի ինչից հետո պիտի արվի։ Այսինքն ոնց պիտի արվի, դու պիտի նախորոք հավաքես բոլոր փաստաթղթերը, ինչ որ միտեղ դիմես գաս, հետո նոր բերես ապրանքը, թե այդ պետքա միաժամանակ արվի, փաստաթղթերը պիտի քո ձեռքում լինի սահմանը հատելուց, ոնց է դա արվում։ Մինչև քաղաքացին ապրանքները տրանսպորտային միջոցը ներմուծի Հայաստանի Հանրապետություն, չի ունենա այս բոլոր թվարկված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են արտոնությունից օգտվելու համար, որովհետև ներմուծման փաստաթղթերը եւս կարևոր փաստաթղթերից մեկն է արտոնության տրամադրման համար։ Բայց մինչ այդ քաղաքացին իրավունք ունի եւ կարող է դիմել պետեկամուտների կոմիտե պարզաբանում ստանալ նպատակով ինչ փաստաթուղթ, ինչ կարգով ներկայացնի, որպեսզի կարողանա օգտվել արտոնությունից։ Եվ եթե այդ պարագայում կծվի որևէ փաստաթղթեր, մենք կանադառնանք այդ փաստաթղթերը եւ կասենք, որքանով է լիարժեք փաստաթղթերը արտոնությունից օգտվելու համար եւ ինչ փաստաթղթեր են պակասում արտոնության տրամադրման համար։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ հիմա լսում են, մեր բարեկամները, որոնք Հայաստանում չեն ապրում, եթե որոշեն վերադառնալ Հայաստան, որտեղից սկսեն, ուր կապվեն, ումից ճշտեն ավելի մանրամասն։ Մենք շատ մանրամասն խոսեցինք սրա մասին, բայց վստահ եմ մարդկանց մոտ կարան հարցեր էլ առաջացած լինեն։ Ուր դիմեն։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքեջում եւս հրապարակված է պարզ ուղեցույց, որտեղ մանրամասն ներկայացված է մշտական բնակության վերադարձող անձանց համար նախատեսված արտոնությունից օգտվող ցանկացող քաղաքացիների համար, ինչ փաստաթուղթ, ինչ կարգով պետք է ներկայացնեն, որպեսզի հնարավոր լինի օգտվել արտոնությունից։ Բացի այդ, քաղաքացին իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով դիմում գրել եւ պարզաբանում ստանալ պետեկամուտների կոմիտեից, ինչ փաստաթուղթ նորից, ինչ կարգով ներկայացնի, որպեսզի հետագայում վերադառնալով Հայաստանի Հանրապետություն խնդիրների առաջ չկանգնի արտոնության հատվածով։ Շնորհակալ եմ շատ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, այսօր այսքանը, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Ցտեսություն։